Եվ ասեք ում նկարով եք։ Արզումանյան Սամսոն, իմաստասեր, դա մեր տատիկն է, ավելի շուտ ընկերոջը տատիկն է, Մանուկյան Հայաստան, որը մեծ եղերնի ժամանակ 1915 թվականի 14-ամյա հասակում Սարիղամիշում ներկա եղել բոլոր ոչրագործները, որ արել են։ Իր կյանքը փրկելով նա պարկել է այդ զոհվածների դիակների տակ, Իսուլգենի շահները իրենց զորության համաձայն խանչաներով ստուգում են եւ ամբողջ մարմինը սպիների մեջ էր։ Արյունալվա վիճակով նա փախչել էր Կարսից հետո եկել տեղափոխվել էր սկզբից Ղաթաղչի, այնտեղ առաջին ամուսնացած սկզբից մի ընտանիք վերցրեց նրան պահելու, հայկական ընտանիք բնականաբար Արաքելյանների, նրանց որդի հետ ամուսնանալով այս որդի զոհվեց Անդրանիկի զինվոր էր եւ ամուսնացավ Կարսից փրկված մի ուրիշ տղայի հետ, Խաչրան Դավիթի հետ, եւ ընդհանուր իրենք ունեին 7 երեխաներ, եւ այդ 7 երեխաներին նրանք պահել մեծացրել երեխաներից միայն մեկն է կրծերն ապրում է այսօր, Խաչրան Մինազ Դավիթը չէ, այսօր ապրում է Երևանում, ֆիլհարմոնիայի պրոֆմիցիան նախագահներ Հայաստանի, եւ նա երեխաների մեջ միայն դասիրակում էր սեր դեպի մերձավորը, նախնիների պաշտամունք, հայրենասիրություն, չկորցնել հավատքը, որովհետև պատահական չէր, որ նա անունը հենց Հայաստան էր։ Նա խորհրդանշեց, որ ազգը մեր չի կարող կործանվի, կարելի է ինչքան էլ վերացնենք ազգի, զոհեր տանք, ազգը շարունակել է գոյատևել, բարգավաճել։ Եվ դրա խորհրդանիշ էր ինքը մեզ համար, մենք միշտ անվանում ենք իրան նաև որպես սաստացրերի ծովինարա։ Նրա տված սերունդները տխուր կյանքով էր ապրում։ Իրականում նա անցավ աստվածաշնչային հոբի ճանապարհ անցավ, բայց չկորցրեց հավատքը չկորցրեց։ Ձգտում էր այդ մասին շատ չխոսել, ապրիլի 24-ին մտնում էր սենակներից մեծ նջարանը փակում, հուզում, լացում, հիշելով իր մտերիմներին, ինչեր են ատեսել։ Դառը ճակատագիր է ունեցել այդ կինը, բայց ապրիչ այսօր թավաց է նա Երևան Շահումյանի գերեզմանատան է թավաց, տվել է շատ խելացի լավ դասիրակել են սերունդներ, ամուսնու հետ Խաչատրյան Դավիթի հետ, այդքան բան կարող եմ ասել։ Բնականաբար ցեղասպանված ընտանիքի, երբ դուք ձեր ընտանիքում ունեք հարազատ ցեղասպանություն է վերապրել, ձեզ համար ուրիշ խորհուրդ ունի այսօր մտորումներով եք այսօր։ Ես աջակցել եմ այն մտորումները, որ բոլորը պարտավոր են գալ իրենց եւ զոհվածների եւ ականատեսների նկարներով, որովհետեւ ոչ ոք չի կարող պարտավոր չի իրավունք չունի մոռանալու եղերնը, Պարուսեվակի ասած ով մոռանա, թող ջուղթ աչքով քորանա։ Չի կարելի եղերնը մոռանալ։ Եղերնը եղել է ամբողջ աշխարհներ պարտավոր են ընդունել եղերնը, բոլոր պետությունները։ Եվ միավորված ազգերի կազմակերպությունը պետք է ընդունել դա, որոշում ընդունի, երկիրը, որը չի ընդունում, սանկցիաների տակ դնել այդ երկրին։ Պարտավոր են ընդունել այդ եղերնը։ Այդքան բան կարող եմ ասել։ Եվ այդպես էլ պետք է դասիրակենք մեր սերունդերին։ Հայրենասիրական զգացմունք է դա։ Օրվա իշխանությունն ասում է, որ առաջնահերթություն չէ։ Ես քանի որ քաղաքականությունից շատ չեմ զբաղվում եմ երեխաների ու միջոցառում մեր երեխաների համար մանկական գիրք են գրել կնոջս հետ եւ բաժանում ենք արդեն երեխաներին ինտերակտիվ գիրքեր, երաժշտական, կինեջ երաժիշտ է, ես իմաստասեր, այն եմ ուզում ասեմ, որ ոչ ոք իրավունք չպետք է մոռանալ եղերնը, չպետք է մոռանալ, դա եղել է եւ դրանք պատժի են թարգվելու են վաղ թե ուշ։ Եվ այդքան բան կարող եմ ասել։